Չենք երևում, բայց մեր խոսակցությունները լսում է։ Լավ, ժողովուրդ, ուրեմն սկսենք։ Հիմա նայեք, ոնց ենք EC2 ստեղծում, հա, գալիս ենք Amazon, login ենք կլնում ու ձեռով ստեղծում ենք։ Բերեք ձեռով ստեղծենք, հա, մի հատ։ Так, գանք instances, տանք launch, չնայած մի հատ launch ունեմ, բայց արած, բայց ոչինչ։ Ստե ընդհանրեն գրում ենք test server, ասենք թե 1, գալիս ենք ընտրում ենք Ubuntu, հերթով ընտրում ենք պարամետրերը, որը մեզ պետք է, ասենք էսի Ubuntu server 24.04 LTS, SSD volume type եւ այլն ինֆորմացիան ստե գրած է։ Instance type-ը 3 micro, հա, ստե գրած է գները, չնայած հիմա ես free tier eligible-ի տակ եմ, այսինքն անվճար է էլի իմ համար։ Մեզի ստե key patch-ի, key-ն պետք է նրա համար, որ ասենք public private key-եր ենք անում, հա, ու մենք կարողանում ենք իրան SSH լինել, հələ որ patch-ի ասում ես։ Ստե network settings-ն է VPC-ն, հա, VPC-ն իր network-ն է, այսինքն ցանցային տարածքներ, այսինքն կարանք edit անենք։ Ահա, ասենք օրինակ edit ենք անում, VPC-ն ընտրում ենք։ Մի հատ VPC ունենք, ամեն մի ռեգիոնում մի հատ default-ով VPC կա, հա։ Այսի էտա։ Subnet-ը կարանք ընտրենք, enable auto-assign public IP address, այսինքն միացնել ոնց որ public IP-ն, այսի անջատեք ինքը public IP չի ունենալու։ Select security group, բերեք ստե security group կա ստեղծած, ընտրում եմ security group-ը ու storage-ը, ասենք օրինակ դնում ենք 10 GB, հա, GIB ու launch ենք տալի։ Դա հետո լավ փոխել։ Storage-ը ճիշտ ասած չեմ հիշում, ոնց որ չէ, կարաս նոր եմ գցես, այսի ահա, ինձ թվում է կարողանաս փոխես, հիմա հստակ չեմ հիշում, հեսա մի հատ կնայենք։ Դա վերջում կնայենք, էլի իմաստը այդ չի։ Так, ուրեմն նայեք, հիմա մեր EC2 instance-ը ստեղծեց, հա, ենթադրենք սրա վրա ծրագիր է աշխատում, հա։ Բերեք գրենք ստե, ասենք application 1։ Հիմա մենք ուզում ենք սրանից մի հատ է ստեղծենք, հա։ Մենք ոնց կարանք ստեղծենք, մենք էլի պետք է գանք ստե, հա։ Պետք է տանք էլի launch instance ձեռով։ Էլի պետք է նույն պարամետրերը օրինակ գրենք նույն instance-ին, նույն ձևի ստեղծենք, հետո կպնենք իրան, հա, ու մեր ծրագիրը ոնց որ գցենք մեջ, չգիտեմ, deploy անենք, օրինակի համար։ Հիմա պատկերացրեք երկու հատը լավ ձեռով արեցիք, նորմալ է, բայց դες պետք է 100 հատ։ Հիմա այդ 100 հատը դուք պետք է տարբեր ռեգիոններում, հա, ունենաք։ Դուք մտնելու եք ոնց որ ամեն ռեգիոնում ձեռով ստեղծեք։ Հա, դա ոնց որ ծանր աշխատանք, հա, երկարատև աշխատանք է։ Դրա համար ոնց որ կան tool-եր, էլի automation, ասենք ասած infrastructure as a code, հա, ձեր ինֆրաստրուկտուրան դուք պահում եք կոդի վրա։ Ինքը դες tool-ը տալի ոնց որ ավտոմատիզացիա անել ձեր ստեղծումը։ Այդ tool-երից ամենաճանաչվածը ու ամենաօգտագործողը Terraform-ն է։ Հա, բերեք մտնենք։ Ստե լավ գրենք Terraform EC2 instance։ Օրինակ ինչ ուզում եք ստեղծեք, գալիս եք Google-ում գրում եք Terraform EC2 instance, հա, կարա գրեք AWS օրինակ։ AWS-ի ոնց որ բան, բայց Terraform-ը մենակ AWS-ի հետ չի աշխատում։ Terraform, ասենք modules կամ registries, հա։ Սենց անենք, ահա։ Գանք Terraform registry։ Так, browse providers ու ստենայք։ Terraform-ը ժողովուրդ աշխատում է Amazon-ի հետ, Azure-ի հետ, Google-ի հետ, Kubernetes, Alibaba, AliCloud-ի հետ, Oracle Cloud-ի հետ։ Ու սենց լիքը ընկերություններ կան, հա, provider-ներ, որոնք Terraform-ի հետ աշխատում են։ Հիմա մենք ստե գրել ենք Terraform EC2 instance AWS։ Սեղմում ենք առաջի լինկի վրա։ Բերեք ստե մի հատ ես դիրեկտորիա ստեղծեմ, mkdir, հա, make directory ու գրեմ Terraform։ Enter եմ տալիս, cd Terraform, հավաքում եմ կոդ։ Էսի բացեց։ Հիմա վերադառնանք ստե։ Նայեք, էսի ասում է resource AWS EC2 instance ու ինքը կոդ է տալի, որի միջոցով մենք կարանք EC2 ստեղծենք։ Հեսա ես կբացատրեմ հերթով, ասենք ուրեմն, так, 1 վայրկյան, ես նայեմ ստե։ Էսի spot instance-ը, մեզ spot instance-ը պետք չի, էսի չէ։ Так,
իշնենք ներքև host resource group example usage հեսա աչքոմը գրած է example usage այսի copy ենք անում հիմա այս կոդը ես հələ չգիտեմ այս կոդի մեջ ինչ կա հələ որ պրոստը copy եմ անում գալիս եմ ստեղծում եմ main.tf ֆայլը Terraform-ը ժողովուրդ իր ֆայլերը պահում է tf ֆայլում հա իր կոնֆիգուրացիան main.tf main Terraform ես paste եմ անում էսի Так հիմա նայեք ես որ մտնում եմ այնտեղ ձեռով ստեղծում էի չէ ես ինչ էի ստեղծում EC2 էի ստեղծում հա ստե գրած է resource Amazon instance այս նշանակում է EC2 այսի մեր բլոկի կոդը տանք հա այսի այս բլոկի անունն է տալիս ենք test հիմա նայեք ես ընդ AMI եմ ընտրում չէ AMI ինչն էր Ubuntu նույն բանը ստե է այսի ասում է որ AMI-ը ինքը ինչ որ ուրիշ բան է տալի data Amazon machine image AMI ID control-ն եմ սխմում եմ վրան ընձի բերում է ստե այսի այս data բլոկը ժողովուրդ ինքը այդում կպնում է Amazon-ին ասում է ընձի ամենավերջի վերսիան գրած է true այսինքն most recent ամենավերջի վերսիան է ինձ պետք ասում է ես ինչ պետք է ֆիլտր անեմ ասում է ֆիլտր արա անունով հա ասում է ինչ պետք է գտնեմ ասում է պետք է գտնես Ubuntu image այս տեսակը հա ոնց որ ընդ մենք 0-ով ենք ընտրում հեսա գանք Amazon հա так հեսա մի հատ է գանք instance մի հատ է launch տանք նայեք հեսա OS Amazon machine image նայեք հեսա այս ես դե Ubuntu էի ընտրում ու ստե անունը գրած է հիմա ես այդ ամեն ինչը կոդով եմ անում ստե էլի ֆիլտրել կա virtualization type values HPM ու owners հիմա որ մենք գանք օրինակ EC2 գանք Amazon machine image այստեղ так տանք ուրեմն public images ուստը բերեք այսի copy անենք սրանց հիման վրա դուք EC2 եք ստեղծում Amazon machine image-ների հիման վրա հա այսա ինքը կգտնի էսի Amazon machine image-ը ոնց որ ձեր օպերացիոն համակարգն է Ubuntu Windows հա կամ ինչ որ բան Mac-ը եւ այլն ինքս է գտնում ու դրա հիման վրա EC2 է ստեղծում հեսա բերեց որոշակի բաներ հա так ուր դե կայնանք ստե հեսա AMI-ը առանձին բաժին ունի images ու AMI դուք ստե կարող եք այդ AMI-ը գտնեք ու ոնց որ այդ AMI-ի հիմքի վրա ստեղծեք ձեր EC2 instance-ը կամ launch տակ EC2 instance-ը ու ոնց որ ընդ ընտրեք AMI-ը օրինակ ես դե կարամ ընտրեմ AMI-ը ու տամ launch instance from AMI հեսա գրում է Amazon machine image հիմա այդ ամեն ինչը ստե կոդով է արած ասում է պրոստը ասում է գնա Amazon ոնց որ ամենավերջի վերսիան քաշի Ubuntu-ի ամենավերջի վերսիան քաշում ես որի owner-ը էսի է այսինքն կա մի հատ պարամետր owner ուրեմն ամեն մի Amazon machine image այսինքն օպերացիոն սիստեմ ունի իր owner-ը ստե ինչ է ասում է ստեղծում ես AMI այսինքն վերցնում ես Ubuntu-ն ու նայեք ստե ոնց է ռեֆեր արած տեսեք ստե անունը data AWS-AMI Ubuntu նայեք ստե ինչ արած data get AWS-AMI get Ubuntu get ID հա հիմա ոնց է իմանում որ ստե ID կա օրինակ ես չգիտեմ ստե ID կա թե չէ ես վերցնում եմ AC copy եմ անում գալիս եմ Google paste եմ անում так գալիս եմ ստե նայեք գրած է argument reference ու attribute reference argument reference-ը ժողովուրդ դա input ինֆորմացիան է այսինքն օրինակ դուք ուզում եք ստեղծել EC2 instance T2 չափով հա T3 micro դուք ասում եք որ ես այս չափով եմ ստեղծում բայց որ օրինակ public IP հասցեն դուք հələ չգիտեք
Էդի output information, այսինքն ինքը ստեղծելուց հետո է հայտնի դառնում։ S-ը attribute reference-ն է, ուրեմն իր output-ներն են, հա, այստեղ տեսնում եք կա ID։ Ստե գրած է ինչ չափի ստեղծեմ, դետի 3 մայկրո ու tag արած։ Բայց ստե ես նաև պետք է ավելացնեմ, ուրեմն մեր Terraform-ի provider block-ը, նայեք, որտեղ որ այդում եք, ստե կա use Terraform provider։ Так, էսի copy եք անում։ Так, այսի copy ենք անում։ Հեսա կասեմ Terraform provider-ը ինչ է։ Վերում ենք դնում ենք ստեղ։ Terraform provider-ը ժողովուրդ նշանակում է ինքը հատուկ ծրագիր է քաշում, հատուկ պլագին է քաշում, հա, ու այդ պլագինը փոխազդելու է Amazon-ի հետ։ Ստե գրած է required providers Amazon։ Ասում է պետք է այս վերսիայի պլագինը քաշես ու ինքը պետք է ոնց որ աշխատի Terraform-ի հետ։ Так, մի հատ գանք տենանք ստե ուրեմն provider-ը Amazon AWS region-ը ստե գրենք var կամ գրենք region, հա, սենց։ Ոստե նշում ենք, որ ռեգիոնում ենք մենք ուզում ստեղծենք։ Գալիս ենք ստեղ Ֆրանկֆուրտի ռեգիոնը դի EU Central 1-ն է, հա։ Գրում ենք EU Central 1։ Էսի save ենք անում։ Հիմա Terraform-ը դուք պետք է install անեք ձեր ուրեմն համակարգչի վրա, այսինքն Google-ում գրում եք Terraform install ու ինքը բերում է։ Ստե ձախ կոմը գրած է թե որ օպերացիոն համակարգերի համար Windows-ի համար ստե գրած է ոնց պետք է անեք։ Իմը Linux-ը, ես Linux-ի համար պետք է ուրեմն ընտրեմ, հա։ Так, խիչ ընտրեց, մի հատ։ Ինչ որ բան է լավ, так։ Լավ։ Amazon Linux, հա, հեսա Linux-ի համար ստե ընտրում եմ Ubuntu Debian, ես արդեն install եմ արել։ Ստե պրոստը դուք հրամաններ ա գրած, որոնք copy paste եք անում, հա։ Ասենք copy paste եք անում, բերում դնում եք ձեր տերմինալում, ու enter եք ընդհանրապես տալի։ Պրոստը Google-ում պետք է գրեք Terraform install, գալիս եք ընտրում եք օրինակ Linux, ու ստե հրամանները ոնց որ գրած է։ Այդ ամեն ինչը դնում եք ու ձեր համակարգչի վրա Terraform-ը լինելու է, օրինակ իմ մոտ Terraform-ը կա արդեն։ Հեսա տեսեք Terraform, так։ Ասենք թե version։ Հեսա ու գրում եմ մոտ Terraform-ի որ վերսիան է install արած, էսի ծրագիր է։ Այդ ծրագիրը մեզ պետք է, որպեսզի մենք կարողանանք այս կոդի միջոցով ինֆրաստրուկտուրա հա ստեղծենք։ Հիմա բերեք ես եկել եմ ստե, հա, ստե ls եմ տալի իմ main.tf Terraform կոդն է, որի մեջ ես գրել եմ, որ ուզում եմ ստեղծեմ EC2 instance։ Հիմա առաջի հրամանը տալիս ենք Terraform init։ Հիմա նայեք, ստե գրած է 6.3.1։ Ինքը գալիս է այս provider-ի մեջ, ստե Terraform required provider, տեսնում է, որ ինքը պետք է քաշի այն ծրագիրը, որ այն պլագինը, որ աշխատում է Amazon-ի հետ, պետք է քաշի այս վերսիայով, հա։ Հիմա ինքը ոնց որ քաշում է այդ պլագինը։ Այսինքն եթե օրինակ Azure-ի հետ եք աշխատելու, Azure ունի իր պլագինը ու պլագինի վերսիան, եթե աշխատելու եք, չգիտեմ, ուրիշ cloud-ների հետ, տվյալ cloud-ը ունի ոնց որ իր վերսիան։ Հեսա գրածա Terraform has been successfully initialized, հա։ Հիմա եթե օրինակ ls-la տանք, մենք տենալու ենք մի հատ folder, հա, .terraform։ Գանք ստե։ Ստե եթե դուք այդակ միջև վերջ, ոնց որ այդ պլագինի տեղն է, հա, որտեղ գտնվում է այդ պլագինը։ Հիմա մյուս հրամանը Terraform plan։ Terraform plan-ը տալիս եք, ինքը ձեզ ցույց է տալի, թե դուք ինչ եք ստեղծելու։ Հա, ես սխալ ունեմ, ես այդ սխալը կուղեմ։ Так, ինչ է ասում։ Ստե ուրեմն սխալ է, տվե retrieving AWS account details, հա, validating provide credentials։ Նայեք, եթե դուք ուզում եք ստեղծել օրինակ Amazon-ի account-ում ինչ-որ բան, դուք պետք է կոպիտ ասած username password հավաքեք, էլի։ Իհարկե, username password չի, բայց ես տենց եմ բացատրում, այսինքն կոպիտ ասած login լինեք։
Ոնց ենք մենք login լինում, գալիս ենք Amazon, կտցնում ենք աճ ձեր ուրեմն ստե պրոֆիլի վրա, անվան վրա կամ ձեր login-ի վրա ու գալիս ենք security credentials։ Գալիս ենք, так, իջնում ենք ստե, ուրեր, հեսա, ստեղծում ենք create access key, I understand, create access key, ստե երկու հատ բան է տալի, այս դրանք ես հետո ջնջելու եմ, հավաքում ենք AWS configure, նայեք, ես նաև ունեմ AWS CLI tool-ը, AWS CLI-ը թույլ է տալի ձեզ աշխատել Amazon-ի հետ, AWS configure, ասում է access key եմ ես ուզում, հա, AWS access key ID, գալիս եմ ստե, հեսա access key, copy եմ անում, դնում եմ ստե, ասում է secret access key, հետ էլ եմ copy անում, դնում եմ ստե, ասում է default region, տալիս եմ no, default region չունեմ, enter եմ տալի եւ այլն, հիմա հավաքում եմ Terraform plan, ուրեմն նայեք ժողովուրդ, ինքը եկավ, կարդաց այս main.tf ֆայլը ու տեսեք ինչ է ասում, հեսա ասում է կարդաց ամեն ինչ, ասում է Terraform-ը հետևյալ գործողությունը կանի, ինքը կստեղծի EC2 instance, հեսա գրած է, AWS instance, ուստե AMI-ն է գրած, ինչ AMI կօգտագործի, այս որ գրած է noun after reply, նշանակում է այսի դուք կիմանաք միայն ստեղծելուց հետո, հա, կստեղծեք նոր կիմանաք, ստե գրած է instance type, հետի T3 micro, այսի ես կոդի մեջ ասել եմ, հեսա, կոդի մեջ կա, T3 micro, ու պլանը ստե գրած է ինչ արեմ, 1 ուրեմն resource ավելացնում է, 0 ջնջում է, 0 destroy անում, չէ, փոխում է, կներեք 0, հիմա որպեսի այս resource-ը ստեղծվի, ես տալիս եմ Terraform apply, 10 սեղմում եմ enter, ստե ինքը ընձնից հաստատում է ուզում, ասում եմ այո ստեղծի, ու ինքը փորձում է ստեղծել, Terraform պլանը կարա ցույց տա ձեզ ինչ է ստեղծում, բայց չի նշանակում, որ դա կարա ստեղծվի, Terraform apply-ն է ստեղծում, հիմա կարող է ստե error տա, օրինակ ինչ որ error տա, նայեք, իմ resource-ը ստեղծվեց ժողովուրդ, ես էլ չմտա Amazon, էլի, ես ձեռով ստեղծեցի, ուրեմն գալիս եմ EU Central 1, так, այսի EU Central 1-ում եմ, գալիս եմ instances, ուստը տեսեք ավելացավ հեսա, մի հատ EC2 instance ավելացավ, ես էսի ձեռով չեմ ստեղծել, հա, ես էսի կոդով եմ ստեղծել, հեսա, էսի, այս EC2-ն ջնջելու համար ես հավաքում եմ просто Terraform destroy, ստեղծում եմ enter, սեղմում եմ enter, так, ասում եմ այո ջնջի, ինքը հիմա փորձում է ջնջի, մի քիչ սպասենք, ամենադժվարը ոնց որ առաջի անգամ կոդ գրելն է, հետո այս կոդը դուք կարող եք հա օգտագործեք, հիմա եթե դու ուզում ես ուրիշ ռեգիոնում ստեղծես, դու գալիս ես պրոստը ռեգիոնն ես փոխում, էլ չես հետում տվյալ ռեգիոն, ձեռով մտնում ինչ որ բաներ անում, հեսա, ասում է destroy complete, resource one resource destroyed, գալիս ենք, ստե, refresh ենք անում, հեսա, իմ EC2-ն գրած է, որ terminate-ի, հիմա ժողովուրդ, օրինակ ես ուզում եմ մի քանի հատ ստեղծեմ, հա, բերեք մի անգամից ChatGPT օգնության անենք, I want to create 3 EC2 instances based on this TF code. Հեսա ոչինչ ինքը թողա, ընդամենը նայեք ժողովուրդ, ստե
copy ենք անում այս կոդը, բերենք դնենք ստե, ինքը ինչ ավելցրեք, ընդհանրապես ստե count ավելցրե, հա, ինձ ասում է count-ով ես ասում եմ 3 հատ EC2 instance ստեղծի, բերեք հիմա փորձենք, Terraform plan տանք, так, plan, գանք ստե, վերև, այսի ցույց է տալի, թե դուք ինչ եք ստեղծելու, ուստի գրում է Terraform-ը հետևյալ գործողությունները կանի, տեսեք, AWS instance test 0 index-ով է այսի, 0-ն կստեղծի 1-ը, ու կստեղծի 2-ը, այսինքն ինքը 3 հատ EC2 instance է ստեղծելու, ուստի գրած է 3 հատ ավելացնելու է, 0 հատ ջնջելու է, փոխելու է, 0 հատ ջնջելու է, հիմա Terraform apply տանք, Terraform միշտ հիշեք, միշտ Terraform apply տվեք, հա, production-ում խի, որտեղ Terraform apply-ը ձեզնից հաստատում է ուզում, բայց եթե դուք վստահ եք, սենց եք անում, Terraform auto approve, այս հիմա ինքը ինձ չի հարցնելու, էլի, ինքը միանգամից ստեղծելու է, հիմա նայեք, 3 հատ ինքը միանգամից EC2 instance է ստեղծելու, գանք ստե, այսը refresh տանք, այսը արդեն ավելացավ, ավելանում է այսը, ասում է 3 հատ added, refresh տանք, այսա, hello world 1, այսի, այսա, initializing, hello world 2, hello world 3, տեսեք ես ձեռով չմտա հատ սենց, եկա տանջալից աշխատանք, հա, ոնց որ կատարեցի, ոնց որ տալիս ենք էլի Terraform destroy dash auto approve, ու ինքը միանգամից սաղ ջնջում է, ու սենց համարյա ցանկացած ռեսուրս Amazon-ի դուք կարաք բան անեք, տեսեք ջնջելը ինքը մինուսով անում, ասում է սրանք սաղ մինուս եմ ես անում, դրա համար ջնջելուց առաջ էլի Terraform destroy եք անում, բայց auto approve պետք չի անել, որտեղ destroy էլի ջնջել էլի կարող է auto approve անեք, ինչ որ բան ջնի, ու ջնջի էլի կարևոր, ստե գրում է ID-ները, ինչա ջնջում, մի քիչ սպասենք, հիմա փորձում եմ մեր EC2-ները ջնջի, կարան գանք ստե, ու տեսեք shutting down է անում, մեկը shutting անջատում է, մեկը terminate-ը, մյուսը էլից անջատում է, հենց ստե գրի successfully կանաչի, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե error տա, պետք է հասկանանք, հա, ինչ error է տալի, հեսա մի հատ այն կանենք, որ մեր կոդը մի հատ ինչ որ error-ներ տա, էլի, փորձենք հասկանալ, 3 հատ destroyed, բերեք օրինակ հիմա գանք ստե EU Central 1-ա գրած, ստե սենց ինչ որ բան գրեմ, սխալ բան եմ գրում, հա, տեսեք, օրինակ, հիմա գալիս եմ, հեսա, region-ը ես սխալ անուն եմ գրեմ, գալի տալիս եմ Terraform plan, ու ստենձի եսա error բերեց, Terraform encountered an error while generating this plan, invalid AWS region, ստե անգամ ասում է ինչ նախնդիրը, ասում է սենց region չկա, գալիս եմ ստե ուղում եմ, օրինակ, ուղեցի, save արեցի, մի հատ էլ եմ պլան անում, միշտ Terraform պլան արեք, օրինակ ստե բերեք, մի հատ է սխալ անենք, ասենք T3 մայկրոյա, գրենք օրինակի համար T10, չգիտեմ, սենց էլի ինչ որ բան, Terraform պլան տանք, այսի կարդած ժողովուրդ, նայեք, ինքը Terraform պլանը սխալ չտվեց, բայց ես հիմա Terraform apply տամ սխալ է տալու, այսինքն Terraform պլանի դեպքում պարտադիր չի սխալ տա, լագիչեսկի էսի ճիշտ է, հա, հեսա, error-ները բերեց, տեսեք, apply դեպքում բերեց, գրած է error, creating EC2 instance operation error EC2, run instances, ուստե գրած է invalid value T10 micro dd fdd for instance type, այսի եթե ուզում եք իմանաք ինչ error-ը, copy եք անում, գալիս եք Google enter եք անում, գալիս եք մի հատ ChatGPT enter եք անում, միշտ հիշեք ChatGPT-ին միանշանակ ինֆորմացիա չի տա, այսինքն ինքը կարա ճիշտը տա, բայց
Ստե գրած է ChatGPT can make mistakes, հա, check important info։ Ստե ասում է ինչ է կատարվել, ասում է ոնց որ քո կոդը սրա նման է, ասում է բայց AWS-ը ոնց որ այս տեսակը support չի անում, հա, դու սխալ տեսակ ես դրել։ Հետևաբար դուք պետք է գաք ձեր կոդում ու debug անեք ստե։ Ահա։ Բերեք վերադարձնենք իր նախքին տեսքին ու էլի տանք Terraform plan։ Չէ, apply տանք, բերեք լավ ոչինչ։ Apply նորից տանք։ Ինքը հիմա կստեղծի։ Infrastructure as a code է, էլի այս բանը կոչվում, տարբեր ուրեմն tool-եր կա Terraform, կա Amazon ունի իրանը, ոնց է կոչվում, անունը մոռացա։ Так, AWS, IC tool, CloudFormation կներեք, այսի Amazon-ինն է, էլի մենակ Amazon-ի հետ աշխատում։ Իսկ Terraform-ը շատ provider-ների ոնց որ հետ աշխատում։ Հիմա նայեք ժողովուրդ, իրականում որ ես sense գրել եմ EU Central 1, էսի hard coding-ը, հա, կոչվում, ես իր բանը գրել եմ ստե անմիջապես, բայց միշտ ստեղծեք variables, օրինակ variables.pf, խի, հեսա ասա։ Գրենք variable, օրինակի համար գրենք AWS region, ստե, так, գրում ենք type-ը string, տեսակը, ստե, так, default-ը օրինակ գրում ենք EU Central 1։ Հիմա ես variable եմ ստեղծել, ուզում եմ ստե variable լինի, հա, չեմ ուզում, քանի որ հնարավոր է օրինակ մի կոդի մեջ տարբեր EC-թուններ ստեղծեք տարբեր տեղերում։ Դրա համար ստե էսի փոխելու համար օրինակ ենթադրենք էսի մի քանի տեղ գրած է։ Ես պետք է գամ հատ փոխեմ։ Բայց եթե ես չեմ ուզում հատ փոխեմ, ես variable եմ ստեղծել։ Հիմա որպեսզի ես այս variable-ին կարողանամ, ասենց ասած, access ունենալ, ստե գրում եմ var ու AWS region, այսինքն variable AWS region։ Նայեք, control եմ արել ու կտցնում եմ սրա վրա։ Գալիս եմ այս variable-ի վրա։ Ես այս variable-ը ես հիմա հա կարամ օգտագործեմ, ընդհանրապես մի անունով։ Ասենք օրինակ ստե էսի չեմ hard code-ը էլի արած։ Չեմ ուզում sense։ Գրում եմ օրինակ var instance type։ Հիմա նայեք, ստե կարմիր է ցույց տալի, խիա կարմիր ցույց տալի, որովհետև ես հələ այս variable-ը չունեմ, հա։ Բայց հիմա որ ես գամ ստե, ստեղծեմ օրինակ variable, գրեմ так instance type օրինակ, տեսակը գրեմ string ու default արժեքը t3 micro, save տամ, գամ ստե ու կտենամ որ այդ error-ը էլ չկա, ուր էր, так, հեսա, ամենակարևոր բանը ժողովուրդ, էդի ձեր Terraform այս tf state file-ն է, հա, այսի եթե դուք կորցրիք, իմացեք շատ վատ է լինելու, հա, ամեն ինչը։ Այս հիմա շատ փոքր ընդամենը մի հատ EC թուն է, պատկերացնենք դուք ահագին ինֆրաստրուկտուրա ունեք։ Այսի ձեր կոպիտ եմ ասում, ձեր ինֆրաստրուկտուրայի պատմությունն է։ Հիմա դուք որ կոդ եք գրում, այնպես չի որ այս կոդի հիմքի վրա է ստեղծվում ձեր ռեսուրսը, հա, ձեր ուրեմն plugin-ը, Amazon-ի plugin-ը, Terraform-ի plugin-ը, ինքը ձեր կոդը նայում է, համեմատում է Terraform TF state-ի հետ, Terraform TF state-ը, այսինքն այն ամեն ինչն է, ինչը դուք ունեք real, ինչը որ Amazon-ում running վիճակում աշխատում է, հա։ Ինքը համեմատում է, տենում է որ տարբերություններ կա ու ենթադրենք main TF-ում դուք մի բան եք ավելացրել, TF state-ում չկա, ինքը Amazon-ում ստեղծում է այդ նույն բանը, ինքը ավելացնում է TF state-ում։ TF state-ը JSON է, հա։ Այս TF state-ը ամենակարևոր բանն է։ Իրականում production-ում TF state-ը local չեն պահում, բայց քանի որ մենք սովորում ենք, մեր TF state-ը ոնց որ local է։ Այսի չպետք է էլի կոպիտ ասած ջնջեք, չպետք է կորցնեք, հա։ Նայեք, հիմա ես օրինակ TF plan տամ, Terraform plan, так, ինքը փորձում է հասկանալ ինչ որ նոր բան կա, թե չկա, տեսեք,
գրելա no changes your infrastructure matches the configuration-ը էդի բանն է Terraform tf state file-ն է հիմա բերեք ջնջենք այս tf state file-ը ես ջնջում եմ так մի վարքյան սենց անեմ ու ջնջեմ move to trash հիմա Terraform plan եմ նորից տալի ինքը նորից հեսա տեսեք նորից 3 հատ ռեսուրս է ստեղծելու կոպիտ ասած հիմա ինքը ման էլի չի տենում ինքը որ Amazon-ում արդեն կա այդ ռեսուրսները ինքը նորից ուզում է ստեղծի ու եթե ես Terraform apply տամ auto proof գամ ստեղ ես կտենամ որ հեսա եւս 3 հատ EC2 instance ավելանալու է ստե ինչ որ սխալ տվեց так ինչ ասում creating EC2 instance operation error EC2 instance run instances you have CPU այսի երևի իմ CPU-ի լիմիտն է բանար է բայց վերեք ստե count-ը օրինակ փոքրացնեմ ասենք count-ը դնեմ 1 լավ փորձեմ так 8 հատ ես ունեմ EC2 instance ես 8 հատ ունեմ ժողովուրդ դրա համար ինձ թույլ չի տալի էլի բան ստեղծել այսինքն մի հատ copy անենք տենանք մեր լավագույն ընկերներից մեկը ինչ ասում ուրեմն նայեք Amazon-ը ունի ոնց որ քվոտաներ այսինքն մենք ենթադրենք իրավունք ունենք ստեղծելու 10 հատ instance հիմա մենք ուզում ենք ստեղծենք տվյալ ռեգիոնում եւս մեկը որը կլինի 11 հետեւաբար ինքը չի թողելու էլի ինքը ասում ոնց որ դու request պետք է անես բերեք ստե ես ավելավա այդ բանը չանեմ պրոստը մի երկու հատ EC2 instance ստե ջնջեմ terminate տամ բայց պատկերացնենք որ իրանք ջնջված չեն իրանք հələ կան то terminated լինի հիմա մեր որ tf state file-ը ջնջել ենք ինքը նոր EC2 instance այլ է ավելացնելու բայց ինքը չի իմանալու որ արդեն այդ EC2 instance-ները կան մի հատ է փորձենք так to terminate լինեն ուսանք հիմա պետք է ստեղծի так you have requested more vCPU than your current vCPU limit allows ինչ adjustment պետք է անենք T3 micro ես էլի ունեմ բերեք մի քանի հատներ ջնջենք էլի սրանք է ջնջենք իմ լիմիտը սպառել եմ էլի թողենք մի հատի վրա 2 vCPU ինձ թվում է հիմա պետք է որը լինի սպասենք թո ջնջի սրա համար պրոստը հիմա պետք է Amazon-ին ոնց որ գրեմ պետք չէ էլի գրել էդի ticket-ը բացում ես սովորելու համար եմ ընդհանրապես անում դրա համար կարիք չկա ստե ասում եմ որ ես 3 հատ instance կա ամեն մի instance-ը 2 vCPU է ես ոնց որ էդի սպառել եմ հիմա դրա համար ես ուզում եմ ուրիշ սենց ասած ուրիշ ձևով անել պրոստը գալ ու ջնջել մի քանի հատ EC2-ներ որ տեղ ազատվի հիմա հուսանք տեղ կազատվի կլինի եթե չէ ոչինչ թող այսի սենց մնա կարևորը որ հասկանանք tf state file-ը չենք ջնջում եթե ջնջում ենք ինքը այդ պատմությունը կորցնում է թե ինքը Amazon-ում ինչա ստեղծե ինքը ոնց որ նույն բանը կարա ստեղծի չիմանալով էլի լավ հեսա ստեղծեց տեսակ ստեղծեց հեսա պատկերացրեք ես ոչի բան չեմ ջնջել ես ջնջեցի որ Amazon-ի վրա request չանա
մենք այդ tf state file-ը ջնջեցինք ու նորից ստեղծեցինք։ Նորից որ ստեղծեցինք, ինքը նորից tf state file բերեց։ Հիմա էսի բռնեմ մի հատ է ջնջեմ, հա։ Ասենք մի հատ է ջնջեմ, էլի պատմությունը կորելու է։ Հիմա եթե vCPU limit-ը մենք սպառած չլինենք, ինքը մի հատ էլ է EC2 ստեղծելու։ Փորձում է ստեղծի։ Այդ քվոտաները ժողովուրդ Amazon-ը քվոտաներ ունի, այսինքն օրինակ ասում է տվյալ ռեգիոնում դու կարաս այսքան բան ստեղծես։ Ամեն մի ռեսուրս տեսեք նորից ստեղծեց։ Հիմա գանք ստե refresh տանք ու կտենանք որ էլի EC2 instance-ը ստեղծել։ Գանք էսի ջնջենք terraform destroy առանց auto-approve-ի եմ էլի տալի ես հիմա։ Ինքը հիմա անմիջապես չի ջնջելու, ինքը ինձ տեսեք ցույց է տալու ինչա ջնջելու, ուստե գրելու է որ այս resource-ը will be destroyed։ Մինուսներ է տալու, ասում է ինչա ջնջելու, մինուս նշանակում է ջնջել ու enter value, հա, yes, հաստատի։ Ու ջնջելու է ինքը։ Սպասենք։ Դրա համար ոնց որ այդ tf state file-ը պահում են բանում, այս S3 bucket-ում, սովորաբար եթե Amazon-ի հետ են աշխատում, որ ընդ ինքը ապահով լինի, հա, versioning են միացնում, օրինակ versioning-ը ամեն անգամ դուք թարմացնում եք, վերսիան թարմանում է, հա, եթե օրինակ վերջի վերսիան ջնջել եք, դուք կարող եք նախորդ վերսիային գաք։ Դա ոնց որ best practice-ը է։ Seal destroying այս ID-ն եթե մենք վերցնենք, օրինակ, ասենք copy անենք, գանք ստե, դնենք ստե ու տանք enter։ Էսա, այսի է ինքը հիմա փորձում ջնջի։ Ու ջնջած։ Էսի սենց անենք մեր բոլոր instance-ները terminate անենք ու կարանք այսօր վերջացնենք։ Այս 10-ը։ Ջատեմ։